Բայց ես կգնամ այդ քալին, որովհետև դուք խաղալու եք իմ երկրի հեղինակության հետ։ Իմ երկրի հեղինակությունից են կողմ։ Ոչ մի բան իմ մոտ գոյություն չունի։ Ոչ ընկեր, ոչ բարեկամ, ոչ նախից չունեմ էլ բարեկամ, կողեմ բարեկամ։ Ոչ մեկ իմ մոտ նշանակություն չունի։ Հորդորում եմ ձեզ, նորից եմ կարդում, Արման Հարությունյան, Սարգիս Բեգոյան, Անդրանիկ Ավետիսյան, Արտավազդ Հարությունյան, Ալիխանյան Հրայր, Ավակյան Արման, Մկրտչյան Մուշեղ, Հենրիկ Հայկյան։ Բոյկոտեք, մի գնացեք։ Թող ձեզ վերցնեն ուղարկեն զորամասեր։ Ձեր արունը իմ արունից կարմիր չի եւ մնացած մյուս ծառայողների։ Իսկ ինչ վերաբերվում է Մալխաս Սամոյան, Վիգեն, Գևորգ, Արսեն, Վազգեն, Արման, Մանվել կնյազ եւ Գուրգեն, ձեզ էլ կոչ եմ անում մտեք ձեր Instagram-յան, Facebook-յան էջերով եւ սրա մասին աղաղակեք։ Թող ձեզ վեկալեն ուղարկեն զորամասեր։ Այստեղ մեկը բանը գրել է դատա հասնում, եթե հրաժարվեն կպնելուց։ Ուրեմն այ անգրագետներ նման բան գոյություն չունի։ Եկեք զանգենք հələ մի րոպե դրա մեզ մարդուն հարմար, իրավաբան կամ փաստաբան մարդու ձեր խաթեր։ Ոչ մի դատ չի հասնում դրա համար։ Ոչ մի դատ։ Հրաժարվում ես կպնելուց եւ վերջ, դա քերական պատասխանատվություն չկա, ուր է Խեշ Գևորգ Պետրոսյանը, մի րոպե լը։ Իրավաբանական կոնսուլտացիա։ Ուրա, կակրած գծի մեջ է։ Պարոն Պետրոսյան, բարև ձեզ, 1000 անգամ ներողություն։ Ես ձեզ զանգել եմ մի հատ իրավաբանական կոնսուլտացիա համար, մենք ձեզ հիմա ձեզ հետ միասին եթերի մեջ ենք։ Ուրեմն, հա? Հա, ուրեմն ես ձեզ եւս մեկ անգամ ուզում եմ ներկայացնեմ, սիրելի սպորտսմեններ, մենք զրուցում ենք Գևորգ Պետրոսյանի հետ, ով իրավաբանական համալսարանի իրավաբանականի ֆակուլտետի դասախոս է, գիտությունների թեկնածու դոցենտ։ Պարոն Պետրոսյան, ես չգիտեմ դուք տեղյակ եք թե ոչ, ուրեմն նոյեմբերի 18-ից 24-ը մարզահամերգային համալիրում տեղի ունենալու հունահռոմեական, այսպես ասած, այդ բարբի միջազգային մրցում զինված ուժերի միջև, այսինքն բանակային մրցում լինելու։ Հայաստան են ժամանելու Թուրքիայի մարզիկները, բայց Թուրքիան ուղարկում այս լավագույններից լավագույններին։ Իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իջեցրել է գաղտնի հրաման, որով արգելում է մեր լավագույններից լավագույններին դուրս գալ ռինգ, փոխարենը դեմ են տվել 3-4 կարգի բարեսների, նույն քաշայի, բայց ավելի թույլ։ Այսինքն կանխամտածված կերպով տանելով պարտության։ Հիմա երբ որ ես մտել եմ հիմա ելույթ եւ հորդորում եմ չգնալ այդ մրցումներին չմասնակցել, այն թույլերին Անմիջապես ինձ եկավ SMS, որ պարոն Ղուկասյան, մեզ ասում են մենք ձեզ կդատենք, որ չգնաք։ Կարող եք ասել, ինչ հոդվածով պետք է դատեն մարզիկին, որը հրաժարվում է գնալ մասնակցել մրցումին։ Այդտենց հոդված կա։ Կիսում եմ ձեր կարծիքը, որ պետք է չգնալ, որովհետև իրավագիտության մեջ գոյություն ունի իրավունքի ինքնապաշտպանություն հասկացումը։ Եթե պետքա հասկանում է, որ իրան տանում են կործանման, ինքը իրավունք ունի ցանկացած քայլանել այդ կործանումը կանխելու ուղղությամբ։ Իսկ քրեական օրենսգրքում, ոչ քրեական, ոչ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նման պատասխանատվություն նախատեսող հոդված գոյություն չունի։ Հազար անգամ ներողություն, ես ինքս որպես ռազմական ոստիկանությունում երկարատև ծառայած անձ փորձ ունեցող անձ այդ բնակավարից սիրելի սպորտսմեններ հայտարարում եմ ձեզ, որ չկա նման հոդված։ Ձեզ չեն կարող, հիմա կասեն հրամանը չկատարելու համար, չեն կարող ձեզ այդ հոդվածով դատապարտել։ 1. Երկրորդը դուք պատկերացրեք հանրային աղմուկը, հանրային, այսպես ասած, ուշադրությունը եւ խայտառակությունը, եթե փորձեն դատել ձեր կատեգորիայի մարդկանց նրա համար, որ դուք գիտակցված կերպով հասկանալով, որ ձեզ տանում դեմ են տալի ճիշտ է ձեր քաշային, բայց ավելի մեծ փորձ ունեցող, հա, ավելի ուժեղի մեջ ու դու պիտի դիտավորյալ պարտվես դրանով իսկ խայտառակես Հայաստանի Հանրապետության վարկանիշը եւ այլն, ձեզ չի կարող այդ հոդվածով դատել։ Ոչ մի դատախազ, ոչ մի դատարան ձեզ չի կարող դատել։ Հերիք հա կախվեք տարբեր պատճառաբանություններից, ասեք։ Նրանց նորմալ իշխանությունը
պետք է խրախուսի, որ մեծահոգի են եղել երկրի հեղինակությունը փրկելու Իշխանությունն է իրանց ղրգն պարտության, պարոն Պետրոսյան, իշխանությունը։ Ասում եմ, եթե նորմալ իշխանություն լինի, նրանց պետք է խրախուսի երկրի հեղինակությունը խայտարակությունից փրկելու հարցը։ Բայց դուք չեք տենում, որ այս իշխանությունը օրորի խայտարակում է երկրի հեղինակությունը։ Իսկ ինչ վերաբերում է սպորտսմեններին, երբ երկրի իշխանությունը, ես օրինակը բերեցի, ոնց որ Ավչարկի դեմը բերել տնես պուդել։ Ինքը ինչ է անում, այն նույն այդ քաշային փորձ ունեցող հաղթանակներ գրանցած սպորտսմեններին ասում է, դուք սիկտեր եղեք մի կողմ, դուք չեք մասնակցում, նույն քաշային ավելի թույլ մարդկանց բերում է համալիր ասում է թուրքեր ծծծրեք։ Դա անտնտեսվար վերաբերմունք է մեր սպորտի նկատմամբ, եւ դուք գիտեմ, որ չեք զարմանում եւ որևէ մեկը այլևս խելամիտ որևէ մեկը չի զարմանում, որևէ խելամիտ մարդ, որ այս երկրում ամեն ինչ արվում է բոլոր ոլորտներում կործանման տանելու ուղղությամբ։ Հետևաբար այդ ոլորտներից բացառություն չէ նաեւ սպորտի ոլորտը, բայց որպես իրավաբան, որպես ձեր ժամանակը շատ չխանեմ, պատասխանատու ձևով հայտարարում եմ, չկա ոչ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, ոչ էլ քրեական օրենսգրքում որևէ իրավանորմ, որը պատասխանատվություն նախատեսի այն սպորտսմենի համար, ով հրաժարվել է այդ մրցմանը մասնակցելուց։ Մանավանդ որ այդտեղ կա Ուրեմն այս սպորտ ռոտի, հա, մի րոպե կներեք, այս սպորտ ռոտի հրամանատար դավթանարում են բոզի տղերներ, ասում է, ու եթե հարցազրույց տակ, դատա հասնեմ։ Քանի որ սպորտսմեններն էլ անգրագետ են, դաժե գրել չգիտեն։ Չեն ասում մամատ քունեմ, հարցազրույց համար ինչ դատ։ Էս ինչ ես խոսում։ Այ անգրագետ բոզի տղա, էս ինչ ես խոսում։ Պարտավոր չեն հարցազրույց տալ, երկրորդ եթե հարցազրույց է տվեցի, դա իրենք իրականացնում են սահմանադրության 42-րդ հոդվածով ամրագրված իրենց կարծիք ազատորեն արտահայտելու իրավունքը, որը ոչ մի օրենքով ենթակա չի դատապարտման։ Լսում եք սպորտսմեններ, ամեն ինչ ուժի մեջ շել, այդ բիլագները, այդ տրիկոյեն կակ ինչա, հակնեք վեկալեք շպրտեք սենց, կրտնախարձերի ծուստակ, պլեչիկներ կցեք, դոշեր տալեք դուր, մի քիչ ուղեղ ունեցեք, մի քիչ ուղեղ և ոգի, դուխ վերջապես, որը ձեր մեզ ոչնչացրել են, են առա 44 օրյա պատերազմի ժամանակ են զոհված երեխեքը, դուք դրանցից մի գրամ առավել չեք, մի անգամ տղամարդ եղեք, ձեր փափուկ, Պուխինկի, Բելինկի, Պուշկիստիկի կյանքից, չեմ ասում է հրաժարվեք, բայց հելեք արտահայտվեք, բողոքի նոտամ, թող ես վեկանեն գրգեն զորքեր, մաքսիմում դա կարող են անել, մաքսիմում, ոչ ավել։ Տեսեք, պարոն Ղուկասյան, ես միշտ ասել եմ, որ մեր երկիրը երկու կարևոր բան է կործանում։ Մորթապաշտությունը, որ հիմա ես վստահ եմ, այնտեղ մարդիկ կան ասում են, եթե չգնանք մեզ դերու ձեր փոխարեն։ Մեկը անգրագիտությունը, այդ ձեր նկարագրած իրավիճակը երկուսն են ներառում է։ Անգրագիտություն եւ մորթապաշտություն։ Բայց նորից եմ ասում, եթե մի քիչ, ես չգիտեմ դրանք ովքեր են, ինչ են, անձնականի չեմ վերացում, բայց եթե մի քիչ պատիվ ունենան ինքնասիրություն, իրենք պետք է մեծահոգաբար հրաժարվեն եւ նորից եմ ասում, այստեղ գերակաշահը ոչ թե իրանց անձնական շահն է, այլ երկրի հեղինակության։ Ասում է հրաման չկատարելու, դա հրաման չի այդ տղա, դա ապօրինի հրամանն է։ Հիմա հազար անգամ ներողություն, վաղը, այդ նույն Սուրեն Պապիկյանը գալի մտնում է սպորտ ռոտ, ասում է չոքի ծծի հրաման է, պիտի կատարես։ Չկատարելու համար դատվում ես, հրաման է։ Քրեական օրենսգրքի 40-րդ հոդվածը սահմանում է հրաման կատարելու իրավաչափության պայմանները եւ նշում է, որ